ներում բեկում չի լինելու։ Այսպես է վերնագրել Պենտագոնի ղեկավարը այս տեսանյութը։ Միացյալ Նահանգների պատերազմի նախարար Փիթ Հեքսեթի հրապարակած կադրում երևում է, ինչպես է ամերիկյան բանակի թիրախային հարվածից պայթում նավակը։ Ըստ ամերիկյան կողմի այն վենեսուելական է, նախատեսված թմրանյութերի ապօրինի շրջանառության համար։ Փորձել է մոտենալ Միացյալ Նահանգների ափերին։ Նավակում 2 մարդ է եղել, 2-ն էլ մահացել են։ Նարկոահաբեկիչներ են անվանում նրանց ամերիկացիները։ Միջազգային օրակարգի թոփ թեման է։ Վերլուծաբանները բաժանվել են 2 բանակի։ Մի մասը պնդում է, թե Վենեսուելան իրոք թմրանյութեր է մտցնում Միացյալ Նահանգներ, իսկ Թրամփի կաբինետը արդար պայքար է մղում դրա դեմ։ Մյուս մասը վստահ է, որ նարկոահաբեկիչների դեմ պայքարի անվան տակ Թրամփը փորձում է գրավել Վենեսուելան։ Էքսիոսի տեղեկություններով Միացյալ Նահանգների նախագահը ցանկանում է հեռացնել Մադուրոյին իշխանությունից։ Անգամ $50 միլիոն է պատրաստ տալ նրան ձերբակալողին։ Սպիտակ տան ղեկավարը արդեն հաստատել է։ Կենտրոնական հետախուզական ծառայությանը հրահանգել է Վենեսուելայից եկող նարկոահաբեկիչների դեմ պայքարել ոչ միայն ծովում, այլև ցամաքում։ Ցամաքն է լինելու հաջորդը։ Նրանք թմրանյութերով տարեկան 300,000 մարդ են սպանում։ Կարծում եմ դա իրական թիվն է։ Տարեկան 300,000 մարդ։ Չի հաստատել Թրամփը սկանդալային տեղեկությունը, թե հրամայել է B1 ռմբակոծիչներ մոտեցնել Վենեսուելայի սահմանին։ Ոչ, դա ճշգրիտ չէ, կեղծիք է, բայց մենք Վենեսուելայից իհարկե դժգոհ ենք, պատճառներից մեկը թմրանյութերն են։ Մինչ Վաշինգտոնը դատապարտում է Կարակասին թմրանյութերի մաքսանենգության ենթադրյալ դեպքերի համար և կրակ է բացում վենեսուելական նավակների վրա, Կարակասն էլ Թրամփի վարչակազմին իմպերիալիզմի և իր ռեսուրսները զավթելու փորձերի համար է մեղադրում։ Մադուրոն չի աղոթում, մատ է թափ տալիս։ Կեսգիշերին ես զանգահարեցի նրանց, ում պետք է զանգահարեի, և հրաման տվեցի անհապաղ ակտիվացնել բոլոր ուժերը, բոլոր ռազմական խմբերը Վենեսուելայի սահմանի ամբողջ երկայնքով ու պատրաստվել պաշտպանության։ Ոչ ոք չի խառնվելու Վենեսուելայի գործերին, հայտարարել է Մադուրոն ու սպառնացել։ Կարակասը 5000 ռուսական Իգլա-S հրթիռ ունի, ի վիճակի է պաշտպանվել։ Շնորհակալություն նախագահ Պուտինին, շնորհակալություն Ռուսաստանին, շնորհակալություն Չինաստանին և շնորհակալություն մեր բոլոր ընկերներին։ Վենեսուելան ունի իր խաղաղությունը երաշխավորելու բոլոր հնարավորությունները։ Թրամփը իսկապես պատրաստվում է ցամաքային գործողություն անել Վենեսուելայում։ Վերլուծաբանների հաշվարկով այս պահին սահմանին մոտեցրած ուժերը բավարար չեն Վենեսուելան օկուպացնելու համար։ Տարածքով այն 5 անգամ մեծ է Իրաքից։ Հավանական է, որ Թրամփը փորձի հեղաշրջման հասնել, իշխանության բերել իր աջակցությունը վայելող ուժերի։ Այդ սցենարը մի անգամ աշխատել է Գվատեմալայում, Չիլիում, բայց Վենեսուելայում արդեն մի անգամ ձախողվել է։ Լարա Արաքելյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։